Так, սկսեցինք, քանի որ ունենք շատ նորեկներ, ովքեր որ չեն էլ միացել, ընթացքում անընդհատ նյութը դրվելու է խմբում եւ բոլորը պետք է նայեն այս նյութը, բոլոր նորեկները։ Հետևաբար մի փոքր ներկայանամ ու անցնեմ առաջ, ես բոլորիդ ավագ խորհրդատ ունեմ, անկախ նրանից, որ անձամբ ես ձեզ չեմ գրանցել, բայց դուք բոլորդ իմ եւ Լուսնե Հովհաննիսյանի թիմում եք։ Դա նշանակում է, որ մենք ձեր ավագ խորհրդատուներն ենք, մենք շատ ոգևորված ենք յուրաքանչյուրիդ աճով եւ մենք հավատացեք ձեզանից շատ ենք ուզում, որ դուք այստեղ առաջ գնաք, զարգանաք, քիչ հետո կպատմեմ, թե ինչու ենք մենք ձեզանից շատ ուզում, որպեսզի դուք առաջ գնաք, հա, որովհետեւ սա այն բիզնեսն է, որտեղ մեկը մյուսով են առաջ գնում, այսինքն մեր նորեկները, ովքեր որ կդառնան լիդերներ, փոխտնօրեններ, տնօրեններ, դրանից նաև նաստավնիկների բիզնեսն է զարգանալու եւ աճելու։ Հետևաբար փոխշահավետ համագործակցություն է այստեղ տիրում եւ մեկս մյուսին սրտանց պատրաստ ենք մշտապես օգնելու։ Ես Սոնան եմ Հովհաննիսյան, արդեն ոսկե տնօրենի ստատուս ընկերությունում 8 տարի է համագործակցում եմ Faberlic ընկերության հետ, զբաղվում եմ ցանցային բիզնեսով։ Այս տարիների ընթացքում երբեք վաճառքով չեմ զբաղվել, անկեղծ եմ ասում, վաճառք չեմ անում։ Եվ կառուցել եմ իմ թիմը, իմ ցանցը, իհարկե ցանցս կառուցել եմ անծանոթների հետ, ինտերնետի միջոցով, ծանոթացել եմ մարդկանց հետ, հրավիրել եմ բիզնեսի, վստահել ենք իրար, հավանել ենք իրար եւ շատ գրանցումներ եմ արել։ Իհարկե ծանոթներից էլ կան մատներիս վրա հաշված մարդիկ, բայց հիմնականում 98%-ով ես իմ ցանցը կառուցել եմ on-line հարթակից։ Իմ թիմում արդեն կան 3 տնօրեններ, նու 3 չէ, առաջի գծում 3, բայց ներքևներում էլ ունենք տնօրեններ, 6 հոգի տնօրեն ունեմ, ներողություն, 5-6։ Դա նշանակում է, որ արդեն իմ բիզնեսը կայուն է, իմ բիզնեսը ինձ բերում է պասիվ եկամուտ, այդ ամենի մասին կխոսենք քիչ հետո։ Ամուսնացած եմ, ունեմ 2 բալիկ, սովորական բոլորի նման մամա եմ, ով բացի բիզնեսից նաև զբաղվում է տուն, կենցաղ, դասեր, երեխաների խնդիրներ եւ այլն։ Եվ այսպես, նախ եկեք հասկանանք ինչու Faberlic։ Ինչի ընտրենք Faberlic ընկերությունը ցանցային բիզնես անելու համար։ Որովհետև բոլոր ընկերությունների մեջ միակն է, որը ունի շատ առավելություններ, 15 կատեգորիա, այսինքն միայն կոսմետիկա չի Faberlic-ում, կամ միայն սննդային հավելում ու վիտամիններ չեն Faberlic-ում, Faberlic-ում կա ամեն ինչ, 15 կատեգորիա ունենք, որ յուրաքանչյուր մարդ կարողանում է այստեղ գտնել իրեն համապատասխան եւ իր կարիքների համար անհրաժեշտ բոլոր ապրանքները։ 18 կատալոգ տարվա մեջ։ Դա նշանակում է, որ մենք տարվա մեջ 12 եկամտի ճակերտավոր աշխատավարձ ասեմ, հա, որովհետև բոլորը սովոր ենք աշխատավարձ բառին, բայց բիզնեսում աշխատավարձ չկա, բիզնեսը բերում է մեզ եկամուտ եւ մենք տարվա ընթացքում 12-ի փոխարեն 18 անգամ եկամուտ ենք ստանում ընկերությունից, ինչը որ ասեք հրաշալի աղջիկներ ջան։ Մեր կատալոգները տևում են 21 օր։ Ափսոս հիմա իմ ձեռքի տակ չկա կատալոգ, ես այսօր տվեցի իմ մարզիչին, խնդրել էր ինձանից դեմքի խնամք ա ուզում, կատալոգը տվեցի իրան, որ ինքը մի քիչ ուսումնասիրի, հիմա ձեռքից տակ չունեմ։ Կատալոգները տևում են 21 օր, տարվա մեջ 2 կատալոգ տևում է 14 օր։ Այն ներկայիս կատալոգը, որը գործում է այսօրվանից մինչև ամսի 23-ը, ինքը ընդհանրապես գործելու է 14 օր։ Այսինքն տեսեք, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ
Յոպե, ինչ էի ասում, մտքից թելը կտրվեց, տեսնում եք, այսինքն մտքից թելը կտրվում է։ Ահա, 14 օր է տևելու մեր 17-րդ կատալոգը, դա նշանակում է, որ եթե մենք այսօր այն մարդիկ, ովքեր արդեն եկամուտ ստանում են բիզնեսից, այսօր մտանք մեր աչյոտները, տեսանք, որ մեր եկամուտները արդեն մեր հաշիվների վրա է, չնայած, որ 3 գիշերն էր կատալոգը փակվել։ Իմ համակարգ չի լարը իրա չանջատվի համակարգիչս հեսա նախապես չի հեսա մոռացել էի սա միացնեի նախապես ներեք մենք մտանք և այսօր տեսանք, որ մեր եկամուտները արդեն մեր հաշվին են։ Գիշերը կատալոգը փակվեց, հաջորդ օրը առավոտը արդեն մեր եկամուտները մեր հաշվի վրա է, ժամացույցի սլաքի պես գծած, որովհետև ամեն ինչ ավտոմատացված է, այնտեղ մարդ չի նստած դա անում, ավտոմատ, կատալոգը վերջացավ, գումարը հաշվի վրա է։ Եվ Քանի որ այս կատալոգը տևելու է 14 օր, դա նշանակում է, որ 14 օր հետո մենք նորից նույն եկամուտը ստանալու ենք։ Պատկերացնում եք աղջիկներ, ինչքան հաճելի է, երբ որ դու դեռ նախկին գումարը չծախսած մի հատ էլ ես գումար ստանում, չէ՞, հաճելի է ամեն դեպքում։ Так, մենք ունենք 10,000 տեսակ ապրանքատեսականի, դա թույլ է տալիս շատ հեշտ բիզնես զարգացնել այս ընկերության հետ։ 1100 ավելի ապրանքներ ամեն կատալոգում մենք ունենում ենք նորություններ։ Դա նշանակում է, որ ֆիրման անընդհատ նոր ապրանք է արտադրում և ֆիրման անընդհատ աճելու և զարգանալու փուլում է։ Եվ իհարկե 5 միլիոն օգտատեր 42 երկրներում, այսինքն 5 միլիոն և արդեն ավելի մարդիկ ապրելով տարբեր երկրներում ստաբիլ ամենամիս Faberlic ընկերությունից գնումներ են կատարում։ Դա նշանակում է, որ ընկերությունը կայացած է, ընկերությունը ունի բարձր որակ, որովհետև 5 միլիոնը դա քիչ չի, պատկերացրեք մի խանութ, որտեղ 5 միլիոն մարդ անընդհատ մտնում և գնումներ է կատարում։ Դա արդեն տալիս է վստահություն, էլ չեմ ասում ընկերության կողմից զեղչերը, նվերները, խաղարկությունները, որպես խանութ ինքը շատ մեծ առավելություններ ունի, քիչ հետո կխոսենք այդ ամեն ինչի մասին։ Так, մեր ընկերությունը, Faberlic ընկերությունը զբաղվում է ուղիղ վաճառքներով, աղջիկներ, այսինքն ինչ է դա նշանակում։ Ուղիղ վաճառքները դրանք հետևյալ ձև են աշխատում։ Ընկերությունը արտադրում է, տեսեք առաջին նկարում, ընկերությունը արտադրում է, ընկերությունը ապրանքը չի վերավաճառում, հա, այսինքն միջնորդների միջոցով ապրանքները չեն տարվում տարբեր երկրներ և միջնորդների միջոցով ապրանքը չի հասնում մինչև խանութ։ Դա անում ենք մենք, կոնսուլտանտներս, ովքեր զբաղվում ենք ֆիրմայի ապրանքաշրջանառությամբ, դրա դիմաց ֆիրման մեզ վարձատրում է։ Եվ մեր միջոցով ապրանքը անմիջապես հասնում է հաճախորդին, չէ՞, օրինակ եմ բերում։ Ես օգտագործում եմ օրինակ այս ալոե բալանսը, որը արագացնում է նյութափոխանակությունը, երևում է ձեզ մոտ։ Ես չեմ տեսնում իմ կամերան։ Ում տեսնեմ։ Տեսեք, ես օգտագործում եմ այս ալոե բալանսը, աղջիկներ ջան։ Ինչու, որովհետև սա նախ ալոյի սիրոպն է, այսպես ասեմ, ալոյի հեղուկը։ Բոլորս գիտենք, ինչքան ինքը օգտակար է թե մաշկի համար, թե աղիքների մաքրման համար, թե նյութափոխանակությունը արագացնելու համար, սրանով ես ամբողջովին մաքրում եմ մեր օրգանիզմը, արագացնում եմ նյութափոխանակությունը և որը ինձ օգնում է նաև նիհարելուն, հա, այսինքն օրգանիզմը մաքրվում է, բնականաբար նյութափոխանակությունը արագանում է և մենք քաշ ենք կորցնում, նիհարում ենք առողջ ձևով։
Ես սրա մասին պատմում եմ իմ գործընկերուհիներին, իմ նորեկներին, մարդկանց, իմ մորաքրոջը, իմ ընկերուհուն, իմ հարևանին, մարդը տեսնելով, որ ես սա օգտագործել եմ արդեն եւ ունեմ սրա դրական ազդեցությունը, սա արդեն երրորդն է, որ ես վերցնում եմ անկեղծ ասած, ինձ վստահելով մարդը ինքը նույնպես ուզում է սա գնի, այսինքն իմ միջոցով, իմ խորհրդատվության միջոցով ապրանքը պահեստից, ֆիրմայի պահեստից հասնում է միանգամից գնորդին։ Սա կոչվում է ուղիղ վաճառքներ, աղջիկներ ջան։ Այսինքն ֆիրման չի զբաղվում գովազդներով, ֆիրման ապրանքը մի քանի անգամ չի վերավաճառում եւ հետեւաբար մենք ապրանքը առնում ենք ինքնարժեքով եւ ստացվում է, որ մենք առնում ենք շատ բարձր որակը, շատ մատչելի գնով։ Եթե հավատացեք, եթե Faberlic-ի օրինակ մի շիշ ամանի հեղուկը, որը արժի 1030 դրամ, ու հավասար է խանութի 3 շշին, որտեղ ինքը խտանյութ է, պարտադիր պետք է ջրով բացվի։ Եթե այդ 1030 դրամանոց ամանի հեղուկը, որը մեր կայքում է, մենք այդ գնով ենք առնում, դա դրվի խանութում վաճառքի, ամենակիչը դառնալու է 3000 դրամ։ Դրա համար մենք ընտրել ենք Faberlic ընկերությունը, մեր առօրյա խանութը փոխել ենք, ամեն ինչ առնում ենք Faberlic-ից, որպեսզի առնենք շատ բարձր որակը, շատ մատչելի գնով։ Պատկերացրեցիք, զուտ իմաստը դա է ուղիղ վաճառքների, որ ապրանքի որակը նախ չկեղծվի միջնորդների ձեռքով եւ երկրորդ ապրանքը մնա մատչելի, ինքը չթանկանա, որ մարդկանց հասանելի լինի։ Так, այստեղ մենք ուրեմն տեսեք Faberlic-ում առհասարակ ունենք 3 հնարավորություն։ Մեզանից յուրաքանչյուրը որոշում է ինքը ով կդառնա Faberlic-ի հետ, հա, այսինքն առաջինը արտոնյալ գնորդ, երբ մարդը չի ուզում բիզնես անի, չի ուզում վաճառքով զբաղվի, չի ուզում փող աշխատի, սիրում է գնահատում է Faberlic-ի արտադրանքը, գրանցվում է, որպեսզի ուղղակի պատվերներ կատարի։ Ոնց որ օրինակ Wildberries-ից են մարդիկ մտնում հավելվածով պատվեր ձևակերպում, նույն ձև մարդիկ մտնում են Faberlic-ի հավելվածը պատվեր են ձևակերպում։ Ինչու են մարդիկ օրինակ գալիս Faberlic-ից առնում իրենց տան ամեն ինչը, տան համար, խնամքի, ոտքից գլուխ եւ այլն, այլ չեն գնում ուրիշ խանութներ, որովհետեւ արդեն ասեցի, մարդիկ հասկանում են, որ այստեղից առնում են բարձր որակ, շատ մատչելի գնով, ցանկացած ապրանք, տեսեք, երբ որ մենք առնում ենք սովորական խանութից, օրինակ իմ տոնային կրեմը, կորեական տոնային կրեմ, որը կոպեկներ արժի Faberlic-ում։ Սա, եթե խանութում վաճառվի, ինքը վաճառվելու է 3-4 անգամ թանկ, որովհետև այս ապրանքի գնի վրա ավելանում են միջնորդների տոկոսները, չէ, մարդը այս ապրանքը միջև վերել հասցրել է բան, այդ խանութ, ինքը արանքում պիտի փող աշխատի, ճիշտ է, այդ տոկոսը ավելանում է ապրանքի գնի վրա։ Խանութի աշխատողների, խանութի արենդայի, խանութի բոլոր ծախսերը բաժանվում են ապրանքների գնի վրա են նստում։ Այսինքն, ինչ ծախս որ ունի խանութը, ինքը բաշխում է իր ապրանքների վրա, որ ինքը օգուտով դուրս գա։ Հասկանում եք, այսինքն ցանկացած ապրանք, երբ որ մենք առնում ենք սովորական խանութներից, մենք առնում ենք ինքնարժեքից 3-ից 4 անգամ թանկ։ Եվ ստացվում է, որ այդ բոլոր միջնորդների, աշխատավարձերի, արենդաների գումարները իրականում գնում են մեր գրպանից։ Դրա համար, չլինելով խաբված գնորդ, խելացի մարդիկ ընտրում են Faberlic-ից գնումներ կատարելու տարբերակը, որովհետև էլ եմ ասում, ապրանքը առնում են մատչելի գնով, ինքնարժեքով եւ արդյունքում ստանում են բարձր որակ։ Սա առաջի տարբերակն է, որ ցանկացած մեկը կարա գրանցվի, Faberlic-ից գնումներ կատարի։ Հիմա կասեք, բայց ինչի գրանցվեն, եթե օրինակ կարան ինչ-որ մեկից առնեն, հա, վաճառք անողներից առնեն։ Հիմա ասեմ, որովհետև երբ որ մենք ունենում ենք Edge Faberlic-ի կայքում,
մեր մուտքի տվյալներով, մեր բանալիներով մտնում ենք Faberlic-ի կայք, մենք տեսնում ենք, որ մենք ամբողջ տեսականու համար ունենք 20% զեղչ։ Այդ դրա համար են մարդիկ գրանցվում, որպեսզի 20% զեղչով առնեն ամեն ինչը։ Իսկ եթե մենք Faberlic-ի ապրանքը ուզենանք գնենք ինչ-որ կատալոգով վաճառկանողից, վստահ եմ բոլորի շրջապատում կլինեն մարդիկ, ովքեր կատալոգով վաճառքներ են անում։ Դուք այս դեպքում ապրանքը վերցնելու եք կատալոգային գներով եւ վճարելու եք ավելի շատ։ Դրա համար մարդիկ գրանցվում են, ունենում են 20% զեղչ, արանքներում շատ խաղարկություններ, ակցիաներ, նվերներ են լինում, որ դրանք միայն գրանցված մարդիկ են տեսնում կայքում։ Վաճառկանողը ոչ մեկին չի ասում, որ մեր կայքում նվեր կա, արի քեզ նվեր տամ, ինքը այդ նվերը վերցնում է, վաճառում է մեր վրա։ Բայց մենք, երբ որ կայքից ենք գնումներ կատարում, մենք այդ ամեն ինչը կայքում տեսնում ենք եւ այդ ամեն ինչի տերը մենք ենք դառնում, այսպես ասեմ։ Երկրորդ տարբերակը դա խորհրդատուն է, ստանալ հավելյալ եկամուտ, այսինքն վաճառ կանողը, հա, ինքը ունի էջ, հիմա տեսեք, ես վաճառ կանող եմ, ենթադրենք։ Ես ունեմ էջ, մտնում եմ, ամբողջ ապրանքները վերցնում եմ 20 կամ 26% զեղչ, եթե ես կատարում եմ 50 բալի պատվեր, իմ 20% զեղչը դառնում է 26%։ Եվ այդ ապրանքները վաճառում եմ մարդկանց վրա կատալոգային գներով, այսինքն ամեն ապրանքի գնի 20-ից 26%-ը դառնում է իմ եկամուտը։ Պլյուս, որ ես ստանում եմ արանքում շատ նվերներ, նվերներն էլ վաճառում եմ, ինձ համար եկամուտ եմ ձևավորում։ Պատկերացրեցինք, չէ՞, երկու կետ աղջիկներ ջան։ Գնորդ, վաճառող եւ երրորդը տնօրեն եւ ավելի բարձր ստատուս, այսինքն կառուցում ենք սեփական բիզնես, այսինքն թիմ ենք կառուցում, որի շնորհիվ վաստակում ենք մեծ եկամուտներ։ Հիմա տեսեք, ինչու արժե բացել սեփական խանութ եւ ինչ տարբերություն սովորական խանութ բացելու եւ Faberlic on-line խանութի մեջ։ Հիմա տեսեք, ինչ է սա նշանակում։ Հիմա կասեք, ոնց բացենք, հա, սեփական on-line խանութ։ Բոլոր նրանք, ովքեր արդեն գրանցված են Faberlic ընկերությունում, ովքեր մեր թիմում են, դուք ունեք ձեր on-line խանութը։ Ձեր սեփական on-line խանութը ձեր անձնական էջն է, աղջիկներ ջան։ Դուք ունեք ձեր խանութի բանալիները, դրանք ձեր մուտքի տվյալները, որը ստացել եք ձեր հեռախոսահամարին SMS-ի միջոցով։ Այսինքն, ձեր լոգինը եւ ձեր պարոլը ձեր on-line խանութի բանալիներն են։ Դրանով մուտք եք գործում ձեր on-line խանութ ու տեսնում եք ինչ, որ ձեր խանութում ամեն ինչ արդեն պատրաստի դասավորված ապրանքները լցրած, աշխարհի ապրանքը լցրած, ձեր փոխարեն առաքումով զբաղվում է ընկերությունը, բոլոր հարցերով զբաղվում է ընկերությունը, ձեզ մնում է միայն վերցնել ձեր on-line խանութը եւ աշխատացնել։ Այսինքն, առանց մի կոպեկի ներդրման, դուք հիմա բոլորդ ունեք ձեր on-line խանութը, որտեղ կա 10,000 տեսակի ապրանք, մնում է ձեր խանութը դուք աշխատացնեք։ Հիմա կպատմեմ ինչպես ենք դա աշխատացնելու։ Եվ երկրորդ տարբերակը սովորական ավանդական խանութն է։ Օրինակ, եթե որոշենք մենք բացելու սովորական խանութ, ինչա մեզ պետք լինելու, շատ մեծ գումար ներդնելու համար։ Էլ չեմ ասում թույլտվությունները, էլ չեմ ասում կողմնակի լիքը ծախսերը, առաքումով զբաղվելը, ապրանքների առնելը, բերել հասցնել խանութ եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք տարբերությունը ձեր on-line խանութի եւ սովորական խանութի։ Հիմա հարց, եթե մենք ունենայինք սովորական խանութ, ինչ կանեինք առաջին հերթին։ Կզբաղվեինք խանութի գովազդով, մարդկանց կպատմեինք, որ մենք խանութ ենք բացել, կնկարեինք, վիդեո կսարքեինք, կհրապարակեինք սոցկայքերում, որ մեր բոլոր ընկերները, հարևանները, ծանոթները տեսնեն, իրանց կհրավիրեինք մեր խանութ, չէ՞, այսինքն ամեն ինչ կանեինք, խանութի դրսում ինչ որ ստենդ կդնեինք, որի վրա ենթադրենք
գրված կլիներ նորեն բացվել, համեցեք մեզ մոտ, դուք մի խոսքով ինչ գովազդներով կզբաղվեինք, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեինք մեր խանութ, ճիշտ է։ Ճիշտ է։ Նույն բանը անում ենք մենք on-line խանութի զարգացման դեպքում։ Էլի սոցկայքերում բոլորին պատմում ենք, որ մենք խանութ ունենք, գովազդով ենք զբաղվում սոցկայքերով, հա, եւ գովազդի հաշվին մարդկանց ենք պատմում, մարդկանց ենք ներկայացնում մեր խանութի առավելությունները, որպեսզի մարդկանց հրավիրենք մեր խանութից գնումներ կատարելու, որի արդյունքում մենք ունենանք եկամուտ։ Ճիշտ է։ Հիմա տեսեք, այստեղ նկարը շատ բարձ ցույց է տալիս, նայեք, ավանդական խանութում մարդկանց մուտքը եւ on-line խանութի մարդկանց մուտքը։ Այս աշխարհը գլոբուսի իզուր չի երկիրը նկարած։ Նայեք, եթե օրինակ ես խանութ եմ բացել մեր օրինակ Տամբակում կամ Կոմիտասում, կապ չունի որտեղ։ Իմ խանութ ովքեր են մտնելու։ Տվյալ տարածքում ապրող մարդիկ, ճիշտ է։ Եվ այն մարդիկ, ովքեր անցնելուց կլինեն, բան պետք կլինի կկանգնեն, կմտնեն, դուրս կգան։ Այսինքն, եթե իմ խանութը գտնվում է Կոմիտասում, Բանգլադեշի ապրող մարդը կամ Մասիվում ապրող մարդը չի նստելու տրանսպորտ, գա Կոմիտասի խանութից առևտուրանի գնա, չէ, ինքն էլ իր տարածքում գտնվող խանութներից է գնումներ կատարելու։ Բայց մեր դեպքում, մեր on-line խանութի դեպքում, նայեք, քանի որ մենք համագործակցում ենք տարբեր երկրների հետ եւ ամբողջ Հայաստանը ներառյալ մարզերով հանդերձ, հետեւաբար մեր խանութ կարան գան տարբեր վայրերից, տարբեր երկրներից մարդիկ։ Հիմա կասեք ոնց։ Տեսեք, ես ունեմ իմ on-line խանութը, բայց իմ խանութից օգտվում են լիքը մարդիկ, ովքեր ապրում են Ռուսաստանում։ Իրանք իմ թիմում են, գնումներ են կատարում, ես դրանից եկամուտ եմ ստանում։ Մարդիկ, ովքեր ապրում են ամենախուլ եւ հեռու գյուղերում։ Իրանք նույնպես իմ թիմում են, կայքից պատվերներ են անում, ես իրանց պատվերներից եկամուտ եմ ստանում։ Մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում, էլի գնումներ են կատարում, ես իրանց գնումներից եկամուտ եմ ստանում։ Հիմա զգացեք տարբերությունը զարգանալու, ինչքան աճելու տեղ ունենք մենք ավանդականի դեպքում եւ ինչքան աճելու տեղ ունենք մենք ցանցային բիզնեսի դեպքում, on-line խանութ զարգացնելու դեպքում։ Հələ չեմ ասում ներդրումները, ռիսկերը, եթե ավանդականում մենք մեծ ռիսկեր ունենք, չստացվելու դեպքում կորցնելու մեր ներդրած գումարները, այստեղ մենք բացարձակ ռիսկեր չունենք։ Չստացվեց։ Կորուստ չունենք, ռիսկ չկա։ Պարզ է այսքանը։ Так։ Առավելություններ ինտերնետ խանութի արդեն ասեցի, աղջիկներ ջան, տեսեք, մենք կայքից ամեն ինչը գնում ենք 20%, 20-ից 26% մատչելի, ամեն ապրանք ունի իր բալի չափը, երբ որ մենք պատվեր ենք անում, բալերը գումարվում են իրար, թիմային բալերը կուտակվում են, գալիս են մեր կաբինետում նստում են թիմային բալերը եւ որքան բալ որ մենք հավաքել ենք, այդքանի էլ վարձատրվում են։ Այստեղ տեսնում ենք, որ մենք բացի կոսմետիկայից եւ բացի տան մաքրող նյութերից ունենք նաև շատ մեծ տեսականի սննդային հավելումների եւ վիտամինների մասով։ Սրանք աղջիկներ ջան ամենակարևորն են, ինչի վրա ուզում եմ բոլորդ առաջինը ձեր ուշադրությունը դարձնեք, որովհետև կյանքում առողջությունից կարևոր ոչինչ չկա, կարծում եմ բոլորդ համամիտեք իմ հետ։ Եվ հետևաբար, օրինակ ես ավելի նախընտրում եմ վերցնեմ վիտամին D, օմեգա, երկաթ, ցինկ, կալցի, խմացնեմ իմ ընտանիքի անդամներին, քան օրինակ այդ գումարով առնեմ շրթներկ, տուշ կամ պուդրա։ Տեսեք, անկեղծ Պարզ ես ձեզ ասում եմ, որովհետև առողջությունը իմ համար ավելի կարևոր է։ Ես օրինակ նախընտրում եմ խնամել իմ մաշկը ներսից, քան արտաքինից կոսմետիկայի միջոցով փակել թերությունները։ Եվ ինչ եմ անում դրա համար։ Դրա համար ես խմում եմ ալոել, մաքրում եմ իմ օրգանիզմը։ Ես դրա համար խմում եմ կոլագեն,
իմ մաշկը ձիգ, իմ մաշկը թարմ, ոչ մի խնդիր մաշկիս հետ չունեմ բացարձակ։ Ես խմում եմ օմեգա, ես խմում եմ վիտամին D։ Այսինքն այն ամեն ինչը որ ներսից է ինձ բուժելու, իմ մաշկը ինքը ներսից բուժելու է, թարմացնելու է, վերացնելու է կնճիռները, քան ես առնեմ շատ կոսմետիկա, դեմքիս այդ կոսմետիկան լցնեմ ու խնդիրները փակեմ։ Այստեղ իհարկե ընտրությունը եւ կարծիքը տարբեր է մարդկանց, բայց ես խորհուրդ եմ տալիս, որ առաջնայինը առողջության վրա աշխատեք, ձեր եւ ձեր ընտանիքի անդամների, եւ ինչ եմ ուզում ասեմ, որ մեր ամբողջ առողջության բաժինը դրանք դեղեր չեն, ոչ մեկը հանկարծ չմտածի, որ այստեղ դեղեր կան կամ անունը դնի դեղ։ Այստեղ բոլորը սննդային հավելումներ են։ Տեսեք, ինչքան շատ բան ունեմ ես իմ ձեռքի տակ, սա հələ մի քանիսն է, լիքը ունեմ, մի օր վիդեո կնկարեմ։ Սննդային հավելումները, ընկերներ, դրանք մեր սննդի լրացումն են, այսինքն ոչ թե սրանք դեղեր են, հակի գնամանը։ Սրանք ոչ թե դեղեր են, այլ սննդային հավելումներ, որոնք լրացնում են մեր սննդին։ Եվ ինչի համար են կարևոր սննդային հավելումները մեր կյանքում, որովհետև մենք ներկայիս ժամանակներում ապրում ենք շատ թունավոր քիմիաների եւ վտանգավոր առհասարակ նյութերի մեջ, լինի միրգ, լինի բանջարեղեն, ամբողջը ցավոք սրտի հիմա քիմիա է։ Տեսեք, առաջներում, երբ որ մեր տատիները, պապիները, հա, այդ ժամանակ եմ ես ասում, մարդիկ կերել են անարատ, մաքուր, առանց քիմիաների աճացրած, մաքուր խոտ կերած կենդանիների, կաթ, մածուն, միրգը, բանջարեղենը եւ իրանք լիարժեք այդ վիտամինների պաշարը ստացել են սննդից։ Հիմա մենք դա ուզենք չենք կարող։ Բոլորս շատ լավ գիտակցում ենք, թե մենք ինչ դարում ենք ապրում։ Եվ եթե առաջ օրինակ մեր տատի պապիկները օրեկան կերել են 2 հատ խնձոր եւ դրանով լրացրել են օրեկան երկաթի պաշարը, մենք հիմա ուտենք 2 կիլոգրամ խնձոր, մենք օրեկան երկաթի պաշարը չենք լրացնելու։ Հետևաբար արտադրվում են սննդային հավելումները, որի միջոցով մենք կարողանում ենք մեր օրական վիտամինների պաշարը լրացնենք։ Երկաթ, ցինկ, օմեգա, D, մագնի, B կոմպլեքս, ինչ ասեմ, լիքը բան, կալցի եւ այլն եւ այլն։ Եթե մենք սննդային հավելումները չդարձնենք մեր կյանքի անբաժան մասնիկը այս դարում, մենք ամբողջովին կկորցնենք մեր առողջությունը, սիրելիներս։ Ես ձեզ անկեղծ բան եմ ասում։ Ու սրանք, քանի որ դեղեր չեն, սրանք չեն բուժում հիվանդություններ։ Կան մարդիկ, ովքեր ասում են, այս ինչ տեղս ցավում է կամ այս խնդիրը ունեմ, ես խմեցի ու ինչ չբուժեց։ Սա չի բուժելու։ Սա դեղ չի, որ բուժի։ Սա ուղղակի լրացնում է մեր օրական պահանջվելիք բոլոր վիտամինների պաշարները։ Եվ սրանք ոչ թե բուժելու են մեզ, այլ սրանք պահպանելու են մեր առողջությունը, որպեսզի մենք հիվանդություններ ձեռք չբերենք։ Սա շատ կարևոր է, ուզում եմ, որ բոլորդ սա հասկանաք։ Սննդային հավելումները, նորից եմ ասում, դեղեր չեն եւ չեն բուժում հիվանդություններ։ Սննդային հավելումները լրացումներ են մեր սննդին, մեր անորակ սննդին, որպեսզի պահպանենք մեր առողջությունը եւ ձեռք չբերենք հիվանդություններ։ Так, ուրեմն հաջորդը։ Ոյ, մի րոպե։ Ահա։ Այստեղ տեսնում ենք մեր ընդհանուր բաժինները, այն բաժինները ունենք, որոնց կարիքը բոլորը ունեն, եթե մենք շնչում ենք, եթե մենք ապրում ենք, ուրեմն մենք լվացք ենք անում, մենք լողանում ենք, մենք խոհանոցում ենք աշխատում, մեր հիգիենային ենք հետևում, օծանելիք ենք օգտագործում, խնամվում ենք, դիմահարդարվում, հագնվում ենք եւ հոգ ենք տանում մեր առողջության մասին։ Այսինքն
այն ինչը որ մեզ անհրաժեշտ է, բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքները մենք ունենք Faberlic-ում, շատ բարձր որակի, շատ ցածր գնով, մենք այդ ամեն ինչը կարող ենք ձեռք բերել։ Faberlic-ը ինքը ռուսական ընկերություն է, բայց համագործակցում է տարբեր երկրների հետ, այսինքն տարբեր երկրներից վերցնում է հումք եւ արտադրում է Ռուսաստանում։ Մեր տան մաքրող նյութերը իրանք գերմանական արտադրության են, խտանյութեր են, ամբողջովին էկոլոգիապես մաքուր ապրանքներ են, հստակ սերտիֆիկատներով, դուք սերտիֆիկատները ձեր կաբինետներում տեսնելու եք, այսինքն մենք այստեղ այս ընկերության հետ գործ չունենք, բացառապես գործ չունենք քիմիաների հետ։ Դա մեկընդմիշտ կարող եք վստահ լինել, սիրելիներս։ Ունենք եւ իտալական կոսմետիկա, եւ կորեական կոսմետիկա, եւ ֆրանսիական կոսմետիկա։ Տեսեք, ես ցույց տվեցի իմ տոնայինը, որը կորեական է։ Հրաշալի որակ, հրաշալի կորեականը, դե գիտեք, ինչքան լավն է ինքը։ Ունենք հենց ռուսական, ունենք չինական, ունենք ճապոնական, այսինքն ամեն մարդու ճաշակին հարմար եւ գրպանին հարմար մենք ունենք ամեն ինչ Faberlic ընկերությունում։ Ով եմ ես սովորական խանութի դեպքում։ Այստեղ իհարկե ես բացատրեցի ձեզ, բայց եկեք մի հատ էլ այս սլայդը կարդամ։ Սովորական խանութներում գնումներ կատարելու դեպքում մենք իրականում վճարում ենք ոչ միայն ապրանքի արժեքը, այլ մի շարք հավելյալ ծախսեր, որոնք սովորաբար չեն երևում հենց գնման պահին։ Սա ներառում է խանութում աշխատող աշխատակազմի, վաճառողներից մինչև մենեջեր, պետք է վճարվի նրանց աշխատավարձը, ինչը ավելացվում է ապրանքի իրական գինը։ Ապրանքը մինչև խանութ մտնելը 3-ից 5 ձեռք անցնում է, ընթացքում ավելանում միջնորդավճարները եւ շատ դեպքերում նաեւ կեղծվում են եւ սովորական խանութում մենք չունենք մշտական զեղչեր, նվերներ եւ քո խորհրդատվության շնորհիվ քեզ նույնիսկ շնորհակալություն չեն ասում ու չեն վճարում դրա դիմաց, չէ՞։ Տեսեք, օրինակ մտել եք խանութ, տեսել եք ինչ որ ակցիա է, եկել եք պատմել եք ձեր մամային, քուրիկին, հարևանին, իրանք էլ ապալ-թափալ գնացել են, որ հասցնեն այդ ակցիայից օգտվեն։ Դուք, այսինքն հաճախորդ ուղարկեցիք խանութ ձեր խորհրդատվության միջոցով, բայց խանութը ձեզ դրա դիմաց ոչինչ չտվեց։ Ճիշտ է։ Նույնը անում ենք Faberlic-ում, պատմում ենք մարդկանց, ներկայացնում ենք, հրավիրում ենք մարդկանց Faberlic on-line խանութ եւ դրա դիմաց ֆիրման մեզ վարձատրում աղջիկներ ջան։ Եվ միշտ հիշեք, ինչ առնում եք սովորական խանութից, իմացեք, որ 4-5 անգամ թանկ եք առնում իրական արժեքից եւ դա իրոք վիրավորական է։ Ես օրինակ երբ որ ինչ-որ խանութից բան պիտի առնեմ, որը որ չկա Faberlic-ում, ես շատ նեղվում եմ, որտեղ գիտեմ այդ տվյալ խանութի աշխատողների աշխատավարձները այդ պահին ես վճարեցի, կոպիտ ասած։ Հենց որ պետք է մեր ամեն մի գումարի համար մենք մտածենք, որտեղ մենք այդ գումարները տանջվելով ենք վաստակում։ Так, այստեղ էլի խանութների բացատրությունն է, մենք հասկացանք Faberlic-ում մենք ինչքան առավելություններ ունենք եւ ուրեմն տեսեք անձնական խնայողությունները, հա, Faberlic-ում, երբ գրանցվում ես որպես հաճախորդ, ստանում ես մինչև 26% զեղչ բոլոր ապրանքների վրա, այսինքն դու սկսում ես խնայել գումարդ։ Բացի զեղչերից, ընկերությունը քեզ տալիս է նվերներ 5 կատալոգ շարունակ, դա քիչ հետո ցույց կտամ։ Կամաց դարձնում ենք բիզնեսը, ման չեմ բացելու, գնա դասավորի, որ 3-ին դուրս գաս։ Բացի զեղչերից, ընկերությունը ձեզ տալիս է նվերներ 5 կատալոգ շարունակ, կամաց դարձնել դա բիզնես առանց ռիսկերի, սովորաբար բիզնես սկսելու համար պետք են մեծ ներդրումներ, վարձակալություն, ապրանքի ձեռքբերում, մատակարարման խնդիրներ եւ այլն։ Faberlic-ում այս ամենը չկա, դու ոչ մի ներդրում չես անում, չունես պարտավորություններ, բայց ստանում ես հնարավորություններ եկամուտ ստեղծելու։ Միակ բանը ցանկությունն ու պատասխանատվությունն է ինքդ քո հանդեպ։
Անվճար ուսուցում եք այստեղ ստանում, եթե ուզում եք ոչ միայն օգտվել զեղչերից, այլ նաև ստեղծել եկամուտ, ընկերությունը քեզ տրամադրում է անվճար ուսուցում, աջակցություն, գործիքներ, որոնք կօգնեն քեզ աճելու և հաջողելու։ Հիմա եկեք հասկանանք, ոնց ենք մենք առհասարակ բիզնես զարգացնում և ոնց ենք եկամուտներ ստանում։ Ինչ ենք մենք անում ցանցային բիզնեսում։ 3 պարզ գործողություն ենք անում, եթե մենք որոշել ենք բիզնես զարգացնենք։ Տեսեք, այս վերևում ես եմ, իմ վրա բերեմ օրինակը, կանաչ մարդուկը ես եմ։ Ես եկա, օգտվեցի ընկերության պրոդուկտից։ Ընկերության պրոդուկտից օգտվելը, այսինքն ընկերությունից գնումներ կատարելը պարտադիր պայման է, սիրելիներս։ Ամեն կատալոգի ընթացքում մինիմում պետք է կատարենք 50 բալ և ավելի պատվեր։ Սա բիզնես անողներին է վերաբերվում։ Իսկ եթե ուղղակի որպես հաճախորդ ենք, մենք երբ կուզենք, ինչքանի կուզենք, այդքանի պատվերներ կանենք։ Բիզնեսի դեպքում 50 բալը պարտադիր է։ Ես եկա, կատարեցի 50 բալ, իսկ 50 բալի ինչ եմ ես առնում Faberlic-ից։ Առնում եմ իմ տան մաքրող նյութերը, ոտքից գլուխ խնամքի միջոցները իմ և ընտանիքի անդամների, վիտամիններ, ոնց էլ չլինի ամեն ամիս մի հատ օծանելիք պետք է լինում, այսինքն այն ապրանքները, որոնք ամեն ամիս վերջանում են։ Ես այդ ամեն ինչը առնում եմ Faberlic-ից, դա կազմում է 50 և ավելի բալի պատվեր։ Պատմում ենք մարդկանց մեր բիզնեսի մասին։ Տեսեք, պատմել եմ մարդկանց, հրավիրել եմ այս 4 հոգուն, գրանցել եմ իմ թիմում, իրենց նույնպես կայքում անձնական էջեր եմ բացել, նշանակում է այս 4 հոգին դարձել են իմ թիմակիցները, այս բուջուրիկը իմ թիմն է։ Երրորդը սովորում ենք, սովորելը մշտապես ենք սովորում աշխատելուն զուգահեռ։ Տեսեք, իմ մարդիկ, ովքեր որ եկել են, իրանք նույնպես իրենցից որոշները որոշել են բիզնեսով զբաղվել։ Իրենք նույնպես օգտվել են ֆիրմայի պրոդուկտից և հրավիրել են մարդկանց։ Այս երրորդ շերտը իմ հրավիրած մարդկանց հրավիրած մարդիկ են։ Այս մարդկանց մեջ էլ են եղել մարդիկ, ովքեր ուզել են բիզնեսով զբաղվել։ Իրենք էլ են հրավիրել մարդիկ։ Տեսեք, օրինակ այս մեջտեղինը մնացել է որպես հաճախորդ կամ վաճառ կանող, ինքը մարդկանց չի հրավիրել։ Դա իր իրավունքն է, ես ասեցի, չէ, մենք ենք որոշում ինչ անենք այստեղ։ Այսպես մեկը մյուսի միջոցով մարդիկ մշտապես գալիս են, ձևավորվում է ամբողջ ցանցը, այս ամբողջ ցանցը դառնում է իմ ցանցը։ Մեկը մյուսի միջոցով եկած մարդիկ դառնում են իմ ցանցը։ Տեսեք, ես եկա մենակով, հրավիրեցի 4 հոգի, 4 հոգու շնորհիվ այսքան մարդ եկավ իմ ցանց։ Այս բոլոր մարդիկ կայքից օնլայն գնումներ են կատարում։ Ֆիրման առաքում է տվյալ մարդկանց նշած հասցեները, մարդիկ վճարում են, գնում են, վերցնում են պատվերները, բայց այս բոլոր մարդկանց պատվերներից ես ստանում եմ տոկոսներ։ Այս մարդիկ ստանում են այս մարդկանցից տոկոսներ։ Այս մարդիկ ստանում են այս մարդկանցից տոկոսներ։ Սրանք ստանում են իրենց հրավիրածից տոկոսներ։ Ես ստանում եմ այս բոլորից տոկոսներ։ Պատկերացրեցիք ոնց է աշխատում ցանցային բիզնեսը։ Եվ մենք աշխատում ենք այս նշված երկրների հետ։ Այսինքն այս նշված երկրներից մենք կարող ենք մարդկանց գրանցել օնլայն։ Ինքը Ռուսաստանում ընտրի իրեն հարմար գրասենյակը, պատվերը ձևակերպի, գնա վերցնի, բայց այդ մարդը ապրելով Ռուսաստանում, մենք ընդհանրապես գործ չունենք իր պատվերի հետ, իրենից տոկոս ենք ստանում։ Պատկերացնում եք աղջիկներ ջան։ Այսինքն ստեղծում ենք գնորդական ցանց, որտեղ մարդիկ մշտապես գալիս են գնումներ են կատարում և ինչքան շատ կլինեն մարդիկ մեր թիմում, այնքան մեր վարձատրվող տոկոսը շատ կլինի և մենք ստատուսներով կբարձրանանք վերև։ Սա պատկերացրեցինք, ահա։ Տեսեք, այստեղ շատ բարձ ներկայացված է խորհրդատվություն, ապրանքների սպառում, սլաքներով գալիս ենք և վերջում Faberlic ընկերությունը մեզ վարձատրում է մեր ապրանքաշրջանառությունը կազմակերպելու համար։
Այստեղ մենք տեսնում ենք մեր հաջողության սանդղակը, աստիճանը մեր ստատուսների։ Տեսեք, այստեղ անվերջ կարելի է, չի մեծանում ափսոս, բարձրանալ վերև, սկսում ենք խորհրդատուից 3%։ Կամաց ստատուսները բարձրանում են, աստիճանները վերև են բարձրանում, տոկոսները ավելանում են։ Տնօրենից հետո տեսեք ինչ թանկարժեք ստատուսներ կան, աղջիկներ ջան։ Եվ այս թանկարժեք ստատուսներում արդեն այնպիսի թվեր ենք վաստակում։ Տեսեք, օրինակ տնօրենը ստանում է 495,000 դրամի չեք, պարգևատրում, բացի եկամուտից, որ դու արդեն տնօրեն ես, կայացած լիդեր ես Ֆաբրլիկ ընկերությունում, մեծ գործ ես անում Ֆաբրլիկի համար, ինքը քեզ քո եկամուտից առանձին տալիս է 495,000 դրամանոց չեք եւ այդ գումարը նստում է քո հաշվին։ Ավագ տնօրենի դեպքում տալիս է 245,000 դրամ։ Արծաթե տնօրենի համար տալիս է 990,000 դրամ, ոսկե տնօրենի համար 1,485,000 դրամ եւ ինչքան ստատուսները բարձրանում են վերև, այնքան եկամուտները աղջիկներ ջան եռապատվում, քառապատվում եւ հնգապատվում են։ Հիմա շատերը չեն հավատա այս թվերին, բայց ես ձեզ այս չեկերի միջոցով ցույց կտամ, սրանք այն չեկերն են, որոնք որ ես եմ ստացել, սա իմ մահճակալի վերևում փակցրած իմ չեկերի պատն է, ես որոշել եմ այս պատս ամբողջովին չեկերով լցնեմ։ Տեսեք, այստեղ ես ստացել եմ տնօրենի եւ ավագ տնօրենի համար 780,000 դրամ պարգևատրում։ Արծաթե տնօրենի համար ստացել եմ 110,000 ռուբլի, դա անում է միլիոն ինչքան էր անում։ Արծաթե միլիոն 990,000 դրամ։ Ոսկե տնօրենի համար տեսեք, ստացել եմ 1,485,000 դրամ։ Էլի եմ ասում, իմ եկամուտից առանձին սա ուղղակի էս փողեր ինձ ֆիրման նվեր է տվել ոգեշնչելու համար, պարգևատրել է, որ ես մեծ ցանց եմ կառուցել Ֆաբրլիկ ընկերությունում, որտեղ մարդիկ սպառում են Ֆաբրլիկի ապրանքը։ Կարծում եմ շատ մատչելի եմ, չէ՞, բացատրում, որ պատկերացնեք, երեխեք, տնավարի եմ բացատրում, որ պատկերացնեք։ Հիմա տեսեք, սա մեր մարքեթինգ պլանն է մինչև տնօրենի ստատուսը։ Տնօրենից վերև արդեն այստեղ մենք տեսանք, որ տնօրենից վերև էլ կան շատ ստատուսներ, բայց նորեկի համար մինչև տնօրենը հասկանալը լրիվ բավական է։ Տեսեք, արտոնյալ գնորդ, այսինքն գրանցվել եմ ես ամենաներքևում։ Ուղղակի գնումներ եմ կատարում, բնականաբար եկամուտ չեմ ստանում 0% այն եկամուտը եւ այստեղ գրված է ավելի քիչ, քան 50 բալ է։ Այսինքն եթե ես գնորդ եմ, ես կարամ 15 բալի, 20 բալի պատվերել անեմ, ինձ ոչ մեկ չի կարող ասի, ես ինչքանի պատվեր անեմ։ Բայց եթե ես դառնում եմ խորհրդատու, ես թիմ եմ կառուցում, արդեն 50 բալերը պարտադիր են, տեսեք, որպեսզի ֆիրման մեզ բարձրացրի։ Էլ եմ ասում 50 բալի դեպքում 20% զեղչը դառնում է 26%։ Այստեղ կողքը արդեն թիմային բալերն են, նայեք, ես արել եմ 50 անձնական բալ, հրավիրել եմ մի հոգի, ով նույնպես արել է 50 բալ, կազմեց թիմային 100 բալ, իմ 50-ը եւ իմ գրանցած մարդու 50-ը, կազմեց 100 բալ, եկամուտս 3% է դառնում, և դրա դիմաց ստանում եմ 1248 դրամ, այս 1248 դրամից է սկսում, երեխեք ջան։ Ավագ խորհրդատուի դեպքում, տեսեք, թիմային 200 բալ, այսինքն ես 50 բալ, կարա ավել լինի։ Իմ թիմում 3 հոգի, ովքեր նույնպես արեցին 50 բալ, դարձա 200 բալ, եկամուտս 1248-ից դառնում է 4992։ Դարձա առաջնորդ 9%, հրավիրեցի մարդկանց, կամ իմ հրավիրած մարդիկ էլ մարդիկ հրավիրեցին, այստեղ 50 բալով 600-ը, ենթադրենք մենք 6 հոգի ենք, 50 բալ անող ամբողջ թիմում, եկամուտը 4900-ից, տեսեք, միանգամից թռնում է 22,000, որտեղ տոկոսը բարձրանում է, ավագ առաջնորդի դեպքում 12% է դառնում, 22-ը միանգամից դառնում է 49,000, սա թիմային 1000 բալն է, փոխտնօրենի դեպքում թիմային 1500 բալ,
Արդեն 49,000-ը դառնում է 93,000։ Ավագ փոխտնօրենի դեպքում 2000 բալ թիմային, միանգամից դառնում է 158,000 եւ ներողություն տնօրենի դեպքում արդեն 23%, լինում է եկամուտը 287,000 դրամ։ Այսինքն մեր անձնական բալերին գումարվում են մեր թիմում գտնվող մարդկանց բալերը, թիմային բալերը եւ ինչքան բալ որ կուտակեցինք տվյալ կատալոգի ընթացքում, բալերը դառնում են եկամուտ եւ հաջորդ կատալոգում մենք նորից 0-ից սկսում ենք բալերի կուտակումը։ Ահա, մեր ընկերությունը ունի նաեւ մայրության եւ որդեգրման բոնուս։ Եթե մենք Faberlic ընկերությունում արդեն փոխտնօրենի ստատուսում ենք կամ ավելի, ֆիրման մեզ պետության նման իր կողմից տալիս է մայրության բոնուս։ Առաջին երեխայի դեպքում տարեկան 243,000 դրամ, դա ամեն կատալոգի ընթացքում, այսինքն ամեն 21 օրվա մեջ տալիս է 13,500 դրամ։ Երկրորդ բալիկի դեպքում 21 օրը մեկ տալիս է 27,000 դրամ, մի տարի շարունակ տարեկան կազմում է 486,000 դրամ։ Իսկ երրորդ եւ ավելի բալիկի դեպքում ֆիրման միջև 14 տարին լրանալը, չէ, ներողություն, միջև 14 տարեկանից ցածր երեխաների մասին է խոսքը։ Ֆիրման տալիս է 21 օրվա ընթացքում 43,000 դրամ, մի տարի էլի ֆիրման տալիս է։ Բացի երեխաների մայրանալուց, նաև որդեգրման դեպքում էլ է տալիս ընկերությունը։ Եթե մենք երեխա ենք որդեգրում, փաստաթղթերը ուղարկում ենք ընկերությանը, եւ ընկերությունը մեզ պարգևատրում է նման բոնուսներով։ Ահա, մի րոպե, իսկ ուր են իմ մյուս սլայդերը, Եվ սիրելիներս, տեսեք, այս կատալոգի ընթացքում ես արդեն նշեցի, որ կատալոգները տևում են 21 օր, կատալոգի գնից բացի մենք մեր էջում տեսնում ենք նաև զեղչված գները 20-ից 26%, մենք ունենք շատ նվերներ եւ բոլոր նորեկները ամեն կատալոգին ունեն նվերներ, այսինքն այս կատալոգում բոլոր նրանք, ովքեր կկատարեն իրենց առաջին պատվերը 9,000 դրամից սկսած, եթե դուք պատվեր կատարեք, դուք անմիջապես ունենում եք 20% զեղչ, այսինքն 9,000-ի փոխարեն վճարելու եք 7,000 դրամ։ Եվ հաջորդ կատալոգում ձեր գնումների հետ միասին ստանալու եք այս աչքերի շուրջ բնական ջրիմուռներից պատրաստված փաթջեր աղջիկներ ջան, որի մեջ կարծեմ 120 հատ է, եթե չեմ սխալվում, թե 60 հատ է, չէ, 120 է կարծեմ, եթե չեմ սխալվում, բայց կարող է սխալվեմ։ Ուրեմն ինքը ամբողջովին բնական է, երբ որ դուք իրան վերցնեք ու գցեք եռման ջրի մեջ, ինքը լրիվ լուծվում է ու վերանում է այս փաթջը, ինքը այդ սիլիկոնե փաթջերից չի, հա, ամբողջովին ներծծվում է մեր մաշկի մեջ, որը պարունակում է ձկնկիտի մզվածք, պեպտիդային համալիր, կարմիր ծովային ջրիմուռների կազմվածք եւ պիտանելիության ժամկետը 24 ամիս փաթեթավորման վրա նշված արտադրության ամսաթվից։ Վերացնում է աչքերի տակի սև մուգ գույնը, ինչի խնդիրը բոլորը ունեն, հատկապես 30 տարեկանից հետո, ինքը բացում է այդ մքվածությունը մաշկի, սնուցում է մաշկը, ամրացնում է մաշկը եւ հարթեցնում է թեթև միմիկական կնճիռները։ Այսա, որը արժի մոտ 8,000-ից 9,000 դրամ, դուք ստանալու եք նվեր, ինչի համար, որ դուք որպես առաջին հաճախորդ ընկերության համար եկել եք եւ գնումներ եք կատարել, որ խանութը ձեզ կտա սենց նվեր աղջիկներ ջան, իհարկե ոչ մի խանութ։ Բացի առաջին քայլից, մենք ունենք նաեւ մեկնարկային ծրագիր, տեսեք, առաջի քայլում մեր փաթջերն էին նվեր։
Երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ քայլերում ամեն քայլը մի կատալոգի ընթացքում ենք անցնում։ Մենք ունենք այն նմանատիպ հավաքածուներ, որոնք ձեռք ենք բերելու ոչ թե փաչի նման լրիվ նվեր, այլ 90% զեղչով։ Այսինքն այս ամբողջ հավաքածուների համար դուք վճարելու եք ընդամենը 1800 դրամ կամ 2700 դրամ։ Ունենք նաև Like Faberlic-ը։ Սա իմ ամենասիրած ակցիան է, երբ որ մենք երկու կատալոգ շարունակ պատվերներ ենք անում, ֆիրման հասկանում է, որ մենք մշտական հաճախորդ ենք, մեզ տալիս է Like Faberlic ակցիան։ Եվ այս ակցիայի միջոցով մենք կարողանում ենք ցանկացած ապրանք զեղչենք մինչև 70%-ով։ Եվ այս ակցիայով ես միշտ վերցնում եմ մեր սննդային հավելումները, մեր օծանելիքները, մեր թանկարժեք խնամքն ու կոսմետիկան շատ մատչելի կես գնով ես կարողանում եմ նման թանկ ապրանքները վերցնել եւ իմ նման բոլորը, ովքեր օգտվում են Like Faberlic ակցիայից։ Հրաշալի ակցիա է, շատ եմ սիրում։ Ունենք նաև Drive ծրագիրը, որը նախատեսված է անձնական 100 բալ անողների համար։ Բոլոր նրանք, ովքեր անձնական կանեն 100 եւ ավելի բալի պատվեր, կմասնակցեն Drive ծրագրին, որտեղ մշտապես խաղարկվում են թանկարժեք նվերներ եւ մարդիկ շատ նվերներ են ստանում։ Այս կատալոգում 12-րդ շրջանն է եւ խաղարկության ընթացքում խաղարկվելու են ուշադրություն, ուղևորություն բալի երկու անձի համար, դա գլխավոր մրցանակն է։ Այստեղ մարդիկ ստանալու են 3000 հոգի ստանալու է 1800 դրամ, 500 հոգի ստանալու է խալատ Faberlic-ի, 500 հոգի ստանալու է սրբիչների հավաքածու, մուլծի խոհարար 100 հոգի ստանալու է, ես ինքս 2 հատ շահել եմ երեխեք մուլծի խոհարար եւ դա դարձել է իմ փրկությունը խոհանոցում։ Ուրեմն պերկուսիոն մերսիչ 100 հոգի, գոլորշիով հարդուկ 100 հոգի, օծանելիքներ, գունապնակներ, քսուկներ, ցողաշիթեր եւ այլն։ Այսինքն տեսեք ինչքան շատ մարդ, ինչքան շատ նվերներ են ստանալու մասնակցելով Drive ծրագրին, սա անձնական 100 բալ եւ անողների համար է։ Այս կատալոգում մենք ունենք նաև մեգա ակցիա, այսինքն նախկին կատալոգներում մեր պատվերների դիմաց ֆիրման մեզ նվիրել է այսպիսի բոնուս քարտեր, որոնցով մասնակցելու ենք այս կատալոգի խաղարկությանը։ Խաղարկությանը, տեսեք, գլխավոր բոնուսը մի հոգի շահելու է 6 միլիոն դրամ, պատկերացնում եք ժողովուրդ, ով է լինելու այդ բախտավորը։ 10 հոգի շահելու է 600,000 դրամ, 100 հոգի շահելու է 60,000 դրամ և 1000 հոգի շահելու է 6000 դրամ։ Ինչի համար? Զուտ, որ մենք նախընտրել ենք Faberlic on-line խանութը ուրիշ խանութների փոխարեն, որ խանութներն են տալիս նման հնարավորություններ, սիրելիներս, իհարկե ոչ մի։ Եվ այս խաղարկության մասին նույնպես ուզում եմ խոսեմ, խաղարկություն իմ և Լուսինե Հովհաննիսյանի թիմերի համար, որը մենք ինքներս ենք խաղարկությունը մտածել եւ որոշել, որ խաղարկություն անցկացնենք։ Այսինքն մեր թիմերում բոլոր նրանք, ովքեր կատալոգի ընթացքում կկատարեն 25 բալից սկսած պատվեր, որի մեջ կլինի անպայման 1 սննդային հավելում, կապ չունի ինչ, 25 բալ եւ ավելի պատվեր եք անում, որի մեջ լինում է 1 սննդային հավելում։ Եվ խաղարկության ընթացքում հաղթողը շահելու է մեր կողմից նվերքարտ 4500 դրամի, որով դուք էլի Faberlic-ից գնումներ եք կատարելու։ Շահելու է 1 հոգի խաղարկության ընթացքում։ Եվ ամենավերջում ուզում եմ խոսեմ, ման դու պիտի դուրս գայր տնից։ Չէ, գնա, հավաքվի գնա ման։ Եվ վերջում ուզում եմ
նորից խոսել առողջության մասին, սիրելիներս, մենք ունենք խումբ, սկանավորեք QR-ը, միացեք խմբին, որտեղ ամեն 5 շաբթի ժամը 22:00-ին մենք ուսուցում ենք անում, ներկայացնում ենք մեր սննդային հավելումները, պատմում ենք, թե սննդային հավելումները որը ինչի համար է, ում է կարելի, ում չի կարելի, որ սննդային հավելումը ոնց օգտագործել, որը որի հետ համադրել, մի խոսքով ամեն ինչ, ինչը կապված է առողջության հետ, մենք մեր խմբում անպայման խոսում ենք եւ սովորեցնում ենք ձեզ։ Մենք սովորում ենք, ձեզ էլ սովորեցնում ենք։ Ինչի համար, որովհետև էլի եմ ասում, առողջությունից թանկ բան այս աշխարհում չկա։ Ոչ շատ փողը, ոչ նյութական արժեքները, ոչ մի բան կարևոր չեն առողջությունից։ Հետևաբար, եկեք լինենք խելամիտ, հետևենք մեր առողջությանը, միացեք խմբին, խմբում կարող եք ցանկացած հարց տալ, թե հավելումների, թե ձեր խնդիրների առողջության վերաբերյալ, միասին խելք խելքի կտանք եւ կգտնենք դրա լուծումը։ Այսօրվա համար այսքանը, սիրելիներս, մաղթում եմ ձեզ հաջողություն Faberlic-ի հետ։ Դուք ինքներդ որոշեք, ով եք ուզում լինեք Faberlic-ում, լինեք ուղղակի արտոնյալ գնորդ եւ օգտվեք շատ առավելություններից, լինեք վաճառող, թե կառուցեք մեծ բիզնես, որը ձեզ կբերի մեծ եկամուտներ։ Ցանցային բիզնեսի առավելությունների մասին ես ունեմ առանձին ուսուցում, դա նույնպես տեղադրվելու է խմբում, որովհետեւ ես ուսուցումը շատ երկար չտևի, ուզում եմ այսօրվա համար սահմանափակվենք եւ հստակ որոշում կայացնենք, ինչ ենք ուզում կյանքում եւ ուր ենք ուզում գնալ հասնել։ Բոլորիդ մաղթում եմ լավ օր, հաճելի գնումներ, խմբերում, չաթերում ամենտեղ եղեք ակտիվ, չամաչեք գրելուց, չամաչեք հարցեր տալուց, մենք սիրով պատրաստ ենք բոլորիդ հարցերին, թեկուզ 10 անգամ պատասխանելու ժպիտով, այնպես որ ցանկացած հարց կարող եք խմբերում գրել, լինել ակտիվ, որպեսզի կարողանանք մենք միասին հասնենք այն ամեն ինչին, որ մենք ուզում ենք։ Այսօրվա համար այսքանը, սիրելիներս, մաղթում եմ ձեզ լավ օր եւ լինենք առողջ եւ անփորձանք։ Շնորհակալ եմ շատ, որ միացաք եւ մնացիք ինձ հետ։